Հիմա քանի որ արդեն բոլորս ներկա ենք եւ մեր տեղերում ենք, քվեարկության եմ դնում հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկի միջնորդությունը եւ հետեւաբար ովքեր են կողմ բացարկի միջնորդությունը ընդունելու կողմ չկա, ովքեր են դեմ բացարկի միջնորդությունը ընդունելու բացարկը չի ընդունվում, անցնում ենք բնականոն ընթացքին, մեր նորից նիստի այլ առաջարկություններ կան Արգելի նախագահող, եթե թույլ կտաք, զուտ խորհրդակցական սենյակ կամ խորհրդակցելու ժամանակահատվածում որոշակի հարցադրումներ եղան մասնակիցների հետ կապված, մի քանի փոքր առաջարկություն ունեմ Խնդրում եմ նաև հետևի շարքի մեր գործընկերներին, որտեղ նստածները ևս շատ լարված վիճակում են գտնվում, կես քայլ, մի քայլ հետ կանգնեք, կամ փորձեք այն անկյունում ավելի ազատ տեղեր կա, եկեք տեղավորվեք այդ անկյունում, պարզապես իրավիճակը լինում, խռացած եք լինում աշխատակիցների գլխի վրա, ես չեմ ուզում, որ ամբողջ ընթացքում այս լարված վիճակը լինի։ Ովեք մարդիկ շնչեն, աշխատեն, եկեք ձեր հերթին ազատ ստեղծեք, բայց մյուսների ներողություն չտալու բան, ներողություն։ Հանձնաժողովի հարգելի անդամներ, հարցը հետևյալն էր, որ քանի որ ոչ ստանդարտ քննարկվում է ոչ ստանդարտ կառուցակարգով ընթացակարգ, երբ որ ընկերությունը բնականon ինքը իրան ներկայացնելու հնարավորությունից լայն իմաստով զրկված է եւ մասնակիցների քանակի ոնց որ ավելացում է տեղի ունենում ըստ էության, հա, ոնց որ այլ դեպքերում ունենում ես մի պատասխանող, այդ պատասխանողը ներկայանում է, ինքը ներկայացնում է։ Եվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, խոսքը գնում է այն կազմակերպությունների մասին, ովքեր առնվազն ՀՑԿ-ի կայքում նշված են որպես գործընկեր կազմակերպություններ, ընդմիջման ժամանակ ուղղակի բարձրացրել էին հարց նիստի մասնակցելու հնարավորության բացակայության մասով խոսքը գնում է հենց նիստերի դահլիճում միկրոֆոնի մոտ լինելու հարցը եւ դրա հետ զուգահեռ նաեւ ես ոնց որ հարցադրում ունեմ սեղանի շուրջ նստած մարդկանց կարգավիճակի հետ կապված պարոն Ռոմանոս Պետրոսյանի մասով ասեցիք հրավիրված դա ֆիքսեցի, բայց մնացած մասնակիցների կարգավիճակի հարցն եմ ուզում քննարկենք, հասկանանք ինչ կարգավիճակով են ներկայացված, խոսքը գնում է մնացած մասնակիցներին, որոնք ենթադրաբար կամ չի ենթադրաբար հեսն են ներկայացնում, ուզում ենք հասկանանք ինչ կարգավիճակով են ներկայացնում, զուտ մասնակիցների տեսակետից եւ ովքեր են հայտարարել ըստ էության հանձնաժողովը անվանականը հրավիրել թե ոչ։ Ինչի եմ ասում, որովհետեւ Ռոմանոս Պետրոսյանը ձեր անձամբ ձեր նշանակած տեխնատունը հիմա ճիշտ ասխալը լավ դատարանում եւ միջազգային ատյաններում եւ քրեական դատավարության շրջանակներում կքննարկվի, բայց բուն դատավարույթի տեսակետից նշանակված անձը հրավիրվել է, այդտեղ պարզ է ինձ համար, հիմա ոնց է հրավիրվել, ինչ է հետագայի քննարկման հարցեր են, բայց մնացած անդամների կարգավիճակը տվյալ դեպքում առավել եւս որ մենք բարձրացրեցինք նաեւ խնդիր Արմեն Շահնազարյանի իր պաշտոնին չհամապատասխանելու պայմաններում, նշանակված լինելու հանգամանքներում եւ մնացած անդամների կարգավիճակը։ Ինչի եմ ասում, եթե իրենք ներկայացնում են հեծը, ապա խնդրելու եմ, որ տեղավորվեն մեր հետևում, մեզ հետ մինչև որևէ ելույթ ունենալ կամ որևէ դիրքորոշում հայտնելը, մեզ հետ համաձայնեցնեն այդ կարգավիճակները։ Նո առնվազն մեր որպես Տաշիր կապիտալի եւ ֆոնդի ներկայացուցիչների հետ Եթե խոսքը գնում է, որ այլ կարգավիճակ ունեն, չգիտեմ ինչ կարգավիճակ, ֆիքսենք, որ իմանանք ինչ կարգավիճակի մասին է խոսքը։ Այս խնդիրը լուծելու դեպքում նաև հասարակական կազմակերպությունները խոսքը չգնում է այն սեղանին, այսինքն կարողանան նաև ներկա գտնվել առնվազն ձեր կայքում 4 կազմակերպության մասին նշում կա, մնացածի մասով չեմ կարող ասել, գործընկերներ շարքում առնվազն խնդիր բարձրացողը դրանցից մեկի ներկայացուցիչներ։ Այս երկրորդ հարցը, այսինքն սա Զուտ առաջին հարցը ուզում է պարզել ինչ կարգավիճակով ենք ներկաներս ովքեր են մասնակիցները, երկրորդը այդ հասարակական կազմակերպությունների խնդրանք ասենք թե դժգոհություն ասենք, սա զուտ ուղղակի բարձրաձայնում եմ զուտ գործընկերային բոլորիս գործընկերային հարաբերություններից ելնելով։
Ուրեմն պարոն Օրբելյան, ներկա են գտնվում այսօրվա նիստին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը գործընկերների հետ որպես կառավարության լիազոր մարմնի ներկայացուցիչ, ով որ տվել է հաղորդումը։ Ներկա է գտնվում Ռոմանուս Պետրոսյանը պարոն, որպես հեծ փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ, որը հանդիսանում է այս պահին գործադիր մարմնի ղեկավարն է, ըստ ժամանակավոր կառավարիչի կարգավիճակի։ Արդեն գործընկերները իրենց հետ բերել են համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, որոնք տեղավորված են այն տեղերում, որ դուք տեսնում եք տեղավորված են, եւ եթե դուք տեղերի հարց բարձրացրեցիք, ես ուղղակի նկատեցի մինչև նիստերը գալը, որ դուք ինքներդ եք որոշել, թե որտեղ նստեք, ինչ անեք, ես դրան առանձնապես տենց փորձեցի բարիկամ դրսևորել եւ չծանրանալ այդ փաստի վրա, որպեսզի մենք միանգամից անցնենք բնականոն աշխատանքի, այլապես ես ունեի այդ իրավասությունը պնդելու եւ մնացած բոլոր գործողությունները անելու, որովհետեւ նորից եմ կրկնում, այս նիստը հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նիստն է եւ այս նիստում ընթացակարգը եւ տեղերին նստելուց սկսած վերջացրած մնացած ընթացակարգերով որոշում է հանձնաժողովը եւ հանձնաժողովի նախագահը։ Երկրորդ հարցի վերաբերյալ հետեւյալը կարող եմ ասել, ընթացքում էլ նման շահարկումներ եղան որոշ լրագրողների կողմից, որ հանձնաժողովը, չգիտեմ ինչ հիմքով, որտեղից էին այդ ենթադրությունները արել, որ պատրաստվում է ավելի փոքր դահլիճ, սուսուփուստ, ծածկադմփոց անել, քաբլիցի, ինչպես տեսնում եք նման պատկեր այսօր չունենք, այն դահլիճը, որ նախատեսված է մեր նիստերի համար, գրեթե այս դահլիճի կեսն է կազմում, հետևաբար նաև մենք գտնվում ենք վերանորոգման մեջ եւ նաեւ այդ պատճառով այդ դահլիճում չէին կարող նիստերը անցկացնել, խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի այս դահլիճը հնարավորինս մեծ է, որ կարողանանք բոլորին ներկայացությունը ապահովել դահլիճում։ Հետևաբար, եթե այդքանից հետո կան տեսակետներ, որ դահլիճը չի հերիքում, պետք է բավարարվենք եղածով, որովհետեւ ես պնդում եմ, որ որևէ միտում այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ ՀԿ-ները կամ որևէ դռնբաց նիստ է, որևէ մեկը, որ ցանկացել է գա մասնակցի այս նիստին, չկարողանա դահլիճում գտնվել եւ չմասնակցել, այսքան։ Պարոն Մեջբերյան, հստակեցման կարգով էլ իմ հարցերը երկրորդ հարցը վերաբերում էր ես նրանով պայմանավորված, որ հանձնաժողովն է որոշում եւ հարցը բարձրացվել էր, ոչ թե բայց հարցադրումը ուներ յետին տեքստ, ինչի չեն նստած կամ ինչի են նստած, որովհետեւ խնդիր էին բարձրացրել հարցադրումը ես բարձրացրել այդ խնդիրը հնարավոր է լուծել թե ոչ, զուտ բանի առում է, որ քանի որ բարձրացված էր, ինչ վերաբերվում էր առաջին հարցին, զուտ ճշտելու համար ուղղակի նշեցիք, ուղղակի ուզում եմ համոզվեմ, որ ճիշտ եմ լսել։ Ռոմանոս Պետրոսյանը, պարոն Ռոմանոս Պետրոսյանը ներկա է որպես, ես ուղղակի ֆիքսեմ էլի, որովհետև դուք ասացիք, ուզում եմ համոզվեմ, հեծ փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կարգավիճակով եւ մնացած անձանց հեծից նկատի ունեմ հրավիրել է ինքը որպես ղեկավար, ճիշտ եմ հասկանում։ Շատ լավ։